կենտրոնական բանկ, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսներ, որտեղ բոլորը միասին փորձում էին հասկանալ այդ ինչ ենք անում մենք ու ոնց անեն, որ մեզ վերահսկեն։ Ես ծննդատանն էի եւ անընդհատ պատուհանից հարցնում էի գումարը բերել ես, որ բժիշկներին տանք։ Վերջի 1.5 տարվա մեջ այդ անկումից հետո նորից աճը սկսել է ձևավորվել, այսինքն մարդկային պահանջարկը նորից սկսել է հետ գալ։ Պես եք յոլա գնում ձեր գործընկերոջ հետ եւ ինչն է բաղադրատոմսը համերաշխ եւ հաջողակ տանդեմի։ Մենք լավ խաչմերկ ունենք, մենք ոնց որ եւ հազարամյակներ պետք է նույն ձև շարունակենք սովորել թե արևելքից, թե արևմուտքից։ Ինչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին կամ մարդ, որը դեռ չի կողմնորոշվել։ Պարտադրված մասնագիտացում, մասնագիտություն չվերցնել, որովհետեւ դա միշտ ինչ որ կիսատության զգացում առնելու։ Ես ինչքան հասկացա, դու արհեստական բանականության հետ դրական հույսեր ունես։ Շատ։ Ողջույն, եթերում Ինավյու ծրագիրն է, շնորհակալություն, որ մեզ հետ եք, լսեք մեզ, դիտեք մեզ, բաժանորդագրվեք, լայքեք եւ խնդրում եմ անպայման գրեք կոմենտներ։ Իսկ մենք սկսում ենք մեր ավանդական բլից հարցումից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր անունը։ Արմեն։ Ձեր տարիքը։ 46 տարեկան։ Ծննդավայրը։ Քաղաք Երևան։ Բնակության վայրը։ Քաղաք Երևան։ Ամուսնական կարգավիճակը։ Ամուսնացած։ Զավակներ ունեք։ 4-ը։ Սուպեր։ Ձեր մասնագիտությունը։ Ես եմ հպարտանում։ Հպարտանում։ Մասնագիտությամբ մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորող, զբաղվում եմ ղեկավարելով Volo եւ Sparkwork կազմակերպությունները։ Հաճելի է։ Քանզի խոսեցիք ծրագրավորումից, սա բլիցի մեջ է մտնում, ծրագրավորողների ամենյան նյարդայնացնող գիծը։ Երևի պարփակված իրանց աշխարհով, հա։ Երևի հնարավոր է, հա։ Իրենց զուգահեռ իրականությունն են ու դրա մեջ են ապրում, շատ ժամանակ չեն տեսնում ինչա կատարում կողքը ու դուք դա կարող է երևի ինչ որ մարդկանց նյարդայնացնել։ Հնարավոր է, այո։ Եթե չընտրեիք ՏՏ-ն, եթե շարունակեիք այդ ուղղությամբ, ուր կգնայիք, որ ուղղությամբ կգնայիք։ Միանշանակ բնագիտություն։ Միանշանակ շարունակի բնագիտություն, երևի ֆիզիկայի կողմ։ Հետաքրքիր էր։ Ինձ համար նորություններ դա Արմեն ջան։ Ուրեմն քանզի դուք եւ ձեր ընկեր եւ գործընկեր Վահան Հովհաննիսյանը հանդիսանում եք Հայաստանի համարձակությունն եմ այդպես ասել, որ Հայաստանի պիոներներից եք ՏՏ ոլորտի։ Եվ ես ուզում եմ մեր զրույցը սկսել մի ռոմանտիկ պատմությունից, երբ երկու ընկեր, գործընկեր թողնելով իրենց ստաբիլ աշխատանքը նյութաբեր ընկան անորոշության գիրկը եւ այդ գրքում ստեղծեցին Հայաստանի առաջին վճարման դուք նշեցիք համակարգը, որը կոչվում էր Իդրամ։ Իդրամ, այո։ Այդ պատմությունը մի քիչ ավելի մանրամասն դուք կբացեք։ Շատ լավ։ Ասում միանշանակ արկածախնդրություն կար այդ որոշման մեջ, ճիշտ է, ու եթե հետ գնամ, եթե չեմ սխալվում 2002 թվականի վերջներ դա, 2002-ի վերջներ, թե 3-ի, արդեն տարիները չեմ հիշի։ Միանշանակ այդ ժամանակ էլի աշխատում ենք ծրագրավորման բնակավատում, ծառայությունների ոլորտում կազմակերպությանը միասին։ Ոնց որ տարվա վերջներ, լավ աշխատավարձով ինքների դեպ ինձանից բարձր էր ստանում միանշանակ այդ ժամանակ ավելի ապահովված, տարեվերջյան հավանա տարեվերջյան բոնուսները կար։ Այո, այո։ Հա, բայց երբ որ սկսեց միասին նոր բան ստեղծելու, ինչ որ հետաքրքիր նոր բանով զբաղվելու այդ միտքը, կոնկրետ վճարային համակարգի, որտեղ կարող էր շատ բան փոխվել, քննարկումը իրականում շատ երկար չգնաց։ Նամանավանդ Վահանն էլ ինքը իր խառնվածքով շատ ռիսկ վերցնող է, ինքը
եթե տենց հավատը զգում ա մեջը շատ ժամանակ երկար կարող չմտածի, ասի մտնենք կռիվ, հետո կերևա ինչ արնեմ։ Ու իրականում ու մտակ մոտավորապես տենց էլ եղավ, հա, ահա իրականում մտանք, այդ մտքով ոգեշնչված էին նաև այլ մարդիկ, որ սկսեցինք այդ գործունեությունը, բայց ոչ բոլորը հասան իրա տրամաբանական, հա, տրամաբանական ավարտին, շարունակական որը շատ ավարտին, հեռու չէր, ահա, ուղղակի առաջի կես տարին մոտ գիշեր-ցերեկ աշխատանք էր, որը դե բնականաբար ամեն մարդու համար չէր հեշտ, չնայած հետո էլ էր գիշեր-ցերեկ աշխատանք մոտ 4-5 տարին, հա, բայց բոլորը չէին, որ անցան, վերջին ինչ-որ մի հատ փոքր խմբով կարողացանք արդեն մնալ ու Հայաստանում ոնց որ ստեղծել առաջի վճարային համակարգը։ այո, Ես ու Վահանը կանգնած էինք իր տեխնիկական ստեղծման պատասխանատվությունը մենք վերցրել էինք մեր վրա։ Բիզնես մասով ունենք այլ գործընկերներ։ ահա։ Իսկ այդ ճանապարհը ես տեղյակ եմ, որ բարդ ճանապարհ էր։ Շատ։ Ինչպիսի խոչընդոտներ կային այդ ճանապարհի վրա, առաջնային, հա, ձեզ խանգարող, ձեզ ճանապարհը դժվարացնող։ Հա, Այնա ջան, երևի մի քանի ուղղություն կա դրա մեջ, էլի։ Մեկը տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներ, երբ որ այդ ապահով դաշտից դուրս ես գալի անորոշ դաշտ ու հիշում եմ, երբ որ ծնվել էր որդին Արմենը, ձեր այդ Իդեպ պետք է ասեմ, այսպես սենց քողարկված ենք զրուցում, բայց Արմենը եւ Վահանը գործընկերներ են եւ Վահանը նաեւ իմ ամուսինն է։ Այո, շարունակենք։ արդեն 25 տարի արդեն միասին Այո, 24 տարի։ այո, Հա, ու հիշում եմ, որ այդ կենցաղային վիճակում նույնիսկ մենք ժամանակն ենք, որ երեխան որ ծնվել էր, նույնիսկ գումար ունենալու այդ բոլոր այո, process-ները ճիշտ անելու այո, խնդիր կար։ այո, ես ծննդատանն էի եւ Այո, անընդհատ պատուհանից հարցնում էի գումարը բերել ես, որ բժիշկներին տանք, բաժանենք։ Սկսած տնտեսական անվտանգությունից մինչև ներքին կազմակերպչի իրավական այդ համակարգի ձևավորումը ու այդ փուլերը անցնելը, որովհետև այդ ժամանակաշրջանում այդ գործընկերությունը այդքան լավ զարգացած չէր ու շատ ժամանակ խոսակցությունները կոնֆլիկտներ էին ունենում, որոշումներն էին կոնֆլիկտային տեղի ունենում, բայց այդ ձևավորման փուլն էր, կարևոր փուլ էր։ Այդ մյուս խնդիրների զամբյուղներ ու երրորդը իհարկե մենք ստեղծում էինք մի համակարգ, որը ազդում էր հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց գումարներին, որոնք մարդիկ գումար էին վստահում ինչ-որ գործողություններ կատարելու, որտեղ մեզանից անկախ հայտնվել ենք այդ իրավական կարգավորման, կենտրոնական բանկ, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսներ, որտեղ բոլորը միասին փորձում էին հասկանալ այդ ինչ ենք անում մենք ու ոնց անեն, որ մեզ վերահսկեն, այսինքն մենք տենց ունենք համ կենցաղային, համ ներքին կազմակերպչական, համ արտաքին դաշտում պայքարելու խնդիրներ, բայց իրանք բավական տենց բուրըն հարուստ օրեր էին, մենք միասին փորձում էինք այդ ամեն ինչը միասին հաղթահարենք, հեշտ չէր, կասեմ, բայց միևնույն ժամանակ այդ տարիները մեր ձևավորման տարիներն էին, որից հետո շարունակեցինք արդեն Վոլոյի սկիզբը, արդեն հաջորդ գործունեությունը, որ այսօր գնում զարգանում է։ Վոլոյին մինչ հասնելը իմիջիալուց ես աղոտ եմ հիշում, այ առաջին ոնց որ լյոտ տրոնուսը, հա, երբ ասում են, սկսվեց ձեր Թուրքիա գործողումից, այդ պատմությունը պարտադիր պետք է բացել, այդտեղից ինչ որ սկսվեց շարժ արդեն, որ գնացիք դեպի Վոլո, չէ՞, Վոլո անվանումն էլ ավելի ուշ ստեղծվեց, ծնվեց։ Ինքը ոնց որ վերանվանվեց, մինչև այդ այլ կազմակերպության անվան տակ էինք, բայց գաղափարապես գրանցվել էինք 2006 թվականի մայիսի 3-ին, հաջորդ տարի կազմակերպության 20-ամյակը անպայման պետք է շուքով նշենք։ Պատմությունը շատ հետաքրքիր պատմություն էր, այդ ժամանակ իհարկե շատ գումար չունեինք, կամ կարելի ասել գումար չունեինք, տենց աշխատում էինք ու
իրադարձությունը զարգացավ, որ մի հատ կազմակերպության հետ ամերիկյան սկսեցինք աշխատել, իրանք թիմ ունեին Թուրքիայում այդ ժամանակ, ու մենք 3-4 հոգով փորձում էինք լուծեինք իրենց խնդիրները, հա, ու մենք մեկ շաբաթվա մեջ այնքան խնդիր էինք իրենց համար կարողանում լուծել, որ այդ 30 հոգանոց թուրքը դժվարանում էր թիմը Թուրքիայի դժվարանում էր այդ խնդիրը լուծել ու շատ կարճ մի 2-3 ամսվա ընթացքում իրանք հասկացան, որ մենք շատ ավելի էֆեկտիվ ու արագ ենք աշխատում։ Եվ խզեցին, չէ՞, կարծեմ իրենց հետ։ Քննարկումն եղավ, ասին մենք գալիս ենք հանդիպման Թուրքիա մեր թիմի հետ, որտեղ քննարկումներ ունենք, տրեյնինգներ ունենք իրենց հետ, ասին եկեք դուք էլ Թուրքիա, այդտեղ կհանդիպենք, միասին կքննարկենք։ Մենք էլ դե իհարկե ասեցինք սիրով անպայման կգանք, բայց փող չունեինք, որ գնայինք այդ ժամանակ։ Ու վարկային ռեսուրսներով, ընկերների գումարներով, տենց միասին հավաքվեցինք մեր եղած ռեսուրսները, բայց իհարկե ասում այդ ժամանակ նույնիսկ ինքնաթիռով ասենք լավ գումար չծախսենք, բեր ավտոբուսով գնանք։ Ու մի հատ ֆանտաստիկ արկածախնդրություններ է դա, ոնց մենք Հայաստան Երևանում կոնսերվատորիայի դիմացից նստեցինք առևտրականների հետ ավտոբուս, ոնց այդ ամբողջ process-ով դա շատ երկար ու հետաքրքիր հումորային պատմություններ իհարկե արանքում կան, ոնց հասանք Ստամբուլ, ոնց այնտեղ ունեցանք հանդիպումները, քննարկումները, իրանք էլ երբ որ հասել էին, արդեն որ պետք է իրենց տրեյնինգներն անեին, ավելի սուր իրավիճակ էր, այնտեղ ավելի մեծ խնդիրներ մոտները հասունացավ, ոնց որ մենք հայտնվեցինք պարզապես ճիշտ ժամանակ, ճիշտ տեղում, որ այդ սուր կրիտիկական վիճակում իրանք արագ որոշում կայացրեցին, որ ուզում են ամբողջությամբ տեղափոխեն բոլոր գործերը դեպի Հայաստան ու ոնց որ 30 հոգանոց թիմը լուծարեցին ու ամբողջությամբ աշխատանքը եկավ Հայաստան ու դա մեր կայացման ոնց որ առաջին կայացման չասեմ, առաջին աճի ալիքն էր, որ արագ աճեցինք մոտ 30 հոգի ու մինչև 2015 թվականը պրակտիկ ստաբիլ այդ 30 հոգով ծառայություն ենք մատուցում հիմնականում ամերիկյան կազմակերպություններին ու հիմնականում նույն կազմակերպություններն էին դրանք, որոնք շատ ուրախ էին մեր որակից, կոմունիկացիայից, մարդկանցից ու այդ process-ը մինչև 15 թվական ակտիվ գնում էր։ Դե ասացիր, որ 19-ամյակն էր այս տարի, մյուս տարի 20-ամյակն է։ 19 տարի շարունակ նույնիսկ ամուսինները յոլա չեն գնում։ Ինչպես եք յոլա գնում ձեր գործընկերոջ հետ եւ ինչն է բաղադրատոմսը համերաշխ եւ հաջողակ տանդեմի։ Հա, իմ կարծիքով ես ու Վահանը շատ տարբեր մարդիկ ենք, վստահաբար։ Հա, վստահաբար։ Բայց մենք իրար սարսափելի փոխլրացնող ենք։ Վահանը իր ներքին արդարության շարժիչ ունի, որի վրա անվերջ կարաս հույս տնես, վստահ լինես ու իմանաս, որ այն ինչ որ ինքը վերջել է այս մասանում, մասնավորապես ինքը կառավարում է ինչ-որ օպերացիոն ֆինանսական մասը, որի հետ երևի ես այդքան սեր չունեմ, որը իդեալական եղավ ու շատ օգնեց։ Երկրորդը իհարկե սարսափելի մեծ հումոր իրա, որը ցանկացած իրավիճակում իր ասել հումորով կարողանում իր ցանկացած ցաներ իրավիճակից դուրս գաս։ Իհարկե մենք էլ ասում եմ իրար հետ շատ տարբեր լինելով շատ տարաձայնություններ ենք միանշանակ ունենում ժամանակի ընթացքում, այսինքն շատ նյարդայնացած, բայց ինչպես եւ ցանկացած ընտանիքում, որովհետեւ մենք ենք վերջին հաշվով ընտանիք ու որ նայենք իրար հետ երևի էս 24 տարվա մեջ ավելի շատ ենք միասին եղել, քան մեր ընտանիքների հետ, եթե չհաշվենք։ Այո, այո։ Այդ տարաձայնությունները ոնց որ ընտանիքներում ասում եմ ինչքան էլ ասում եմ ծանր օրերում հաջորդ օրը մեկը նստում էինք նորեջից հասկանում ենք ինչ եղավ, ոնց պետք է առաջ շարժվենք ու միշտ ինչ որ լուծում գտնում ենք։ Հա, բայց օրինակ այսպես փաստացի կոնֆլիկտը ինչպես հաղթարար։ Դե կոնֆլիկտային իրավիճակ է, չի կարող չլինել։ Այդ շունչ քաշել, հա, մի օր սպասել։ Հա։
երբ որ երբեք այլ բան չես փնտրում, լուծումը գտնվում է։ Եվ գտնվում ես նույն արժեքային համակարգում։ Այո, Բայց այն օրը, երբ որ դու որոշեցիր, որ ես այլ բան եմ փնտրելու, դու էլ լուծումը չես գտնում այն իրավիճակում խնդրեմային, որ ինքը տեղի է ունեցել։ Մեր հարաբերության ու գործընկերության հիմքում միշտ եղել է, որ մենք երկուս էլ երբեք այլ բան չենք փնտրել։ Նույնիսկ շատ տարաձայնන վիճակում մեկ ավելչին հաշվով նստել ենք միասին ու հասկացել ենք, որ լավ, ունենք այս իրավիճակը։ Ու իհարկե փոխզիջումը միշտ կա։ Մեկ այնքան է փոխզիջման հասնում, ասում լավ, թող քո ուզածով լինի, ինքս մա չէ, թող քո ուզածով լինի։ Վերջում թողում ենք ինքնահոսով մի հատ լավ բան ստացվում է վերջում։ Այո։ Լավն է, վատն է, կապ չունի, ինչ-որ մի բան ստացվում է վերջին հաշվով։ Հիմնականում շատ sense բարի ինչ-որ իմաստուն բան ասեցիր, շատ իմաստուն բաներ ես հնչեց, որ այլ բան չենք փնտրում, եթե դու նստում ես փնտրում ես, իսկապես դու սկսում ես ինչ-որ լազերիկի կակտնել։ Ասացվում մանեկող շունը ոսկով կգտնի։ Անպայման։ Տեղին է շատ տեղին է։ Շնացիր գործը։ Այո։ Հիմա պատկերացնենք, որ անցան տարիներ, քո տղաները մեծացան։ Դեռ փոքր են մեկը դպրոց է գնացել, չէ, Աշոտը փոքրիկ է, մանկապարտեզ։ Պատկերացնենք, որ արդեն մեծացել են եւ օրերից մի օր եկան ասցին պապ ջան, ուզում ենք մեր ընկերոջ հետ բիզնես սկսել։ Ինչ կասես։ Ամեն դեպքում ինչ է որոշեն խրախուսել ենք։ Ամեն դեպքում ինչ է որոշեն փորձելու ենք օգնել։ Վստահաբար ես էլ վանել։ Ուղղակի կասես պետք է բացատրեմ, որ բիզնեսի ճանապարհը շատ փշոտ է։ Ինքը արտաքինից թվում է, թե հեշտ է առաջնորդել ինչ-որ մի բանը։ Թվում է, թե դա ավելի մեծ շահույթ է կամ ավելի մեծ չէ, ինքը շատ ավելի մեծ պատասխանատվություն է ու միանշանակ կնստեմ խոսեմ ցանկալի է նաև իր ընկերոջ հետ, որ հասկանամ, իրան գիտակցված այդ ճանապարհը գնում են, թե պարզապես էմոցիայից ելնելով փորձում են ինչ-որ արագ ինչ-որ բան անել։ Այո։ Ու եթե տեսնեմ, որ կարողանում ենք օգնել իրանց գիտակցության գալ, գոնե այդքանով իսկ արդեն պիտանի կլինենք։ Եթե դե տեսնենք առնաս մեր խորտի մեկը ուզում են անել, ուզած չուզած պետքա փորձենք ամեն ձև օգնենք, որ պետք է համաձայնվենք։ Փափուկ բաց լինենք հանկարծ եթե խնդիրներ առաջանան։ Այո, երբ որ հակաբաներ են երեխաներին ասում, ինձ թվում է բան են, հակառակ տրամադրության մեջ են ընկնում ու մեկը իրենց քայլերը անում են։ Կանոն է։ Այսպես թե այնպես, հա, այո։ Ամյան դու այցելել ես բազմաթիվ երկրներ եւ ոչ միայն որպես տուրիստ, որպես մասնագիտական քեզ հետաքրքրել են այլ երկրների, այլ կոնտինենտների, ես կասեի, հա, ՏՏ ոլորտները։ Եվրոպա, Ամերիկա դա բոլորիս ավելի հա հասկանալի, բայց ասիական երկրներ։ Դու այցելել ես Չինաստան, Ճապոնիա եւ Վիետնամ, չէ՞, եթե ճիշտ եմ հիշում։ Ինչ տարբերություն ու նմանություն ես գտել։ Ինչն է քեզ զարմացրել։ Շատ քաղաքակրթական շատ տարբեր են։ Չինաստանը ինքը իր հոգեբանությամբ ոնց որ իրանց կաշխարի դերս կան, իրանք մի քիչ այդ Ինչ ես ասում։ Հա, իրանք տենց համարում են, որ Չինաստանը աշխարհի կենտրոնն է, մնացածը տենց կողքից ալտևտրի կտորն է, իդեպ շատ մեծ հարգանքով մենք ունեցանք դուլը չինական հասկանալու իրանց digital transformation թվային փոխակերպման ամբողջ ստրատեգիան ոնց է կատարվում, ոնց է երկիրը առաջ գնում, ֆենոմենալ արդյունքներ ունեն, մեծ հպարտությունն է, որ տեսնել ոնց են դա անում ու շատ լավ են անում։ Դու մի բան ասացիր, իրանք էլ չեն գիտակցում ինչքան լուրջ հաջողություններ ունեն։ Հա, ու իրանք շատ մեծ արագությամբ գնում են ամենայն դեպս այն ինչ որ ես եմ տեսել առաջին հայացքից, իհարկե որ վերցնես խորանաշ ամենտեղ ինչ որ խնդիրներ կան, բայց արտակնապես բավական արագ առաջ են շարժվում։ Ճապոնիայի օրինակը մի քիչ այլ է, Ճապոնիան մի քիչ ավելի փակ համայնք է, ինքը ոնց իրանք ունեն իրենց ճապոնական խումբը։ Հա, այո։ Դասի մեջ իրանց դրսից գնալ իրանց հետ աշխատելը շատ բարդ է։
որովհետև ցանկացած մարդ, որ ներսից չի համարում իրանց համար օտար ու վստահություն ձեռք բերելու համար սա ալցապերի մեջ ճանապարհ է պետք անցնել, մասնավորապես նաև ցանկալի է ճապոներեն խոսել։ Այդ սպეციფიკան իրանց մոտ կա, որը Չինաստանում ինչ ավելի trade-ի ալտերնատիվ տեսակից իրանք ավելի հազարամյա փորձ ունեն, ավելի ակտիվ են համագործակցում, քան տոլերանտ են ավելի, հա։ Վիետնամի кейսը մի քիչ ավելի խաթն է։ Այնտեղ տենց զարգացած էր այնտեղ։ Իրանք շատ զարգացած է ՏՏ-ն, այո, շատ մեծ թափով զարգանում է։ Վիետնամում ներքին հյուսիսային, հարավային, Հոչեմին, Հանոյ, նախկին սովետական, ամերիկյան մրցակցային սենս վիճակով ինքը խմորումներ է ներսը գնում, բայց տեխնոլոգիական առումով էլի ակտիվ զարգանում էր այն ժամանակ, որ մենք այնտեղ էինք տարիներ առաջ, թե էկոսիստեմայի հանդիպումները, թե կրթական համակարգերը բավական արագ զարգանում էին։ Այս Ճապոնիան իհարկե զարգացած, Չինաստանն ու բանը ինքը շատ արագ վերելքի մեջ էին, բայց իրանք բոլորն էլ բավական փակ հասարակություններ են համեմատած արևմտյան մեր փորձի, որ ունենք Եվրոպա, Անգլիա, Ամերիկա, Միացյալ Նահանգներ ու Կանադա, այդ շուկաներ հետ, որտեղ կոմունիկացիան միանշանակ շատ ավելի հեշտ է կատարվում, մենք ավելի նույն լեզվով ենք խոսում, այդ առնվազն նպատակների գիտակցման ու նպատակների ուղղությամբ շարժվելու տեսանկյունից շատ ավելի հասկանալի քաղաքակրթություններ ենք։ Այո։ Ինձ թվում է արևելյան մասի հետ մենք ավելի լավ ալտերտուր կարանք անենք այս փուլում հələ որ նաև տեխնոլոգիական զարգացումն է կարա բերի ինչ որ կապերի ուժեղացման, որ երկրից sense ցանկանայր ներմուծել ինչ որ թարմություն, ինչ որ հետաքրքիր բաներ մեր ՏՏ-ի մեջ։ Եվ հակառակը կարող է քեզ զարմացրեց, որ մեր ՏՏ-ն օրինակ այս հարցերում այսպես զարգացած է այնտեղ ոչ եւ այլն։ Այ շատ տարբեր են։ Երևի թե ամեն երկրից ինչ որ մի բան կարամ ասեմ, հա։ Նույն վիետնամական աշխատասիրությունն է, տարակ սովորելու, կրթվելու այդ մասսայական դեպի ՏՏ գնալը, որը մենք Հայաստան մարմատների միջոցով փորձում ենք անել, ինչպես նաև իրական դպրոցի եւ այլ ծրագրերի միջոցով փորձում ենք անել, եւ այնտեղ իրանք շատ ավելի արագացված են գնում, պետական աջակցություն շատ ավելի մեծ է։ Չինաստանում ինժեներական հզորությունը այնքան են արդեն մեծացել, որ իրանք կարան մեկ շաբաթ ունես պրոտոտիպեր հավաքել ինժեներական, որ Հայաստան ուղղակի մասերի բացակայության պատճառով ու պրոցեսների պատճառով կանան ամիսներ տևեն, դրա պատճառով ընդեղից համագործակցելու, աշխատելու շատ բան ունենք։ Ճապոնական թևից մենք պերֆեկցիոնիզմի ու մշտական լավացման ձգտելու անվերջ գիտելիք ունենք հավաքելու։ Արևմտյան երկրներից այդ բիզնես անելու, արժեք ստեղծելու, այդ ամեն ինչը հրամցնելու շուկային դեղից անվերջ էլի սովորելու բան ունենք համագործակցելու։ Կարծում եմ մենք լավ խաչմերուկում ենք գտնվում, մենք լավ խաչմերուկում ենք, մենք ոնց որ եւ հազարամյակներ պետքա նույն ձև շարունակենք սովորել թե արևելքից, թե արևմուտքից, ու իմ կարծիքով Հայաստանը կարող է այդ կամրջման գործի վրա բավական լուրջ առաջադիմություն ունենալ, փորձի այդտեղ արժեք ստեղծել։ Իդեպ դրա մասին նաև Ճապոնիայում էին քննարկում, նաև Չինաստանում էին քննարկում, որը կարծես թե կոմպրոմիս կոնսենսուս կա, որ հետաքրքիր է ռեգիոնալ այդ խաղացող լինելով էլի, նաև լինելով ԵԱՏՄ-ի մեջ, նաև ունենալով լավ կապեր ԵՄ-ի հետ, նաև ազատ համագործակցելով ԱՄՆ-ի հետ, այդ ամեն ինչը մեզ թույլ է տալի մի քիչ այդ քաղաքակրթական խաչմերուկի մեջ փորձել ինչ որ հետաքրքիր ձև դիրքավորվել։ Բայց այնուամենայնիվ համաշխարհային խնդիր կա, ասվում է, հա, խոսակցություններ կան, որ ՏՏ ոլորտում ճգնաժամ կա։ Ինչի հետ է կապված դա։ Իմ կարծիքով դրանք ցիկլեր են զարգացման, այսինքն շատ արագ երբ որ մի բան զարգանում է, ինքը գալիս է ասում իր հասունացման պլատոյի վրա, որտեղ ինչ որ տեխնոլոգիաների արագ փոփոխությունների արագ աճի պատճառով ինքը մի քիչ ավելի առաջանցնում, քան շուկան։ Ու իրան մի որոշ ժամանակ հարկավոր է մինչև իրականում ինքը տեղավորվի, ամրապնդվի, նորից վերահաստատվի ու հաջորդ փուլը գնա։
Մասնավորապես արհեստական բանականության աճը, կտրուկ աճը, որը Այ ուզում եմ 22 հարցնել, թվականի նոյեմբերից, երբ որ տենց միանգամից ակտիվ շուկա մտավ ու բոլորը հասկացան, մտածեցին, որ սա ամբողջությամբ փոխելու է աշխատաշուկան, նույնիսկ մարդկային ռեսուրսների պահանջարկի կտրուկ նվազում եղավ, երբ որ նայում էինք համաշխարհային խոշոր հաղթանակները LinkedIn-ը, Indeed-ը եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ վերջի 1.5 տարվա մեջ այդ անկումից հետո նորից աճը սկսել է ձևավորվել, այսինքն մարդկային պահանջարկը նորից սկսել է հետ գալ։ Իհարկե ինքը ֆորման փոխել է, արդեն ոչ թե ինքը ուզում է կոնկրետ մի քիչ այլ հմտություններով մարդիկ է սկսել ուզել, որոնք արդեն կարողանում են այդ արհեստական բանականության հետ աշխատեն, փոփոխեն, նոր խնդիրներ աշխատեն, այսինքն տրանսֆորմացիա է կատարում ավելի հմտությունների։ Եկավ, հագեցավ, ձևավորվեց նոր գիտելիքի հիման վրա ինչ-որ մի հատ նոր տեխնոլոգիա, որը թվաց թե շատ արագ պետք է ինչ-որ փոփոխություն անի, իհարկե արեց, բայց արդյունքում այդ փոփոխությունից հետո այդ հմտությունները նորից ձեռք են բերելու ու իմ խորին համոզմամբ տեխնոլոգիական լուծումների պահանջը գնալով ավելի է մեծանալու, որովհետև եթե ցիկլերով նայենք 30 տարի ավելի քիչ էինք օգտագործում, 20 տարի մեջ ավելի շատ էինք օգտագործում, 10 տարի ավելի շատ էինք օգտագործում, այսօր արդեն բոլորս նույն ինտերնետից այդ արհեստական բանականության շփվելուց ուղիղ կախում ունենք, իսկ ինչքան իր ադապտացիան շուկայում մեծանում, այնքան պահանջարկը մեծանալու է։ Պարզապես հիմա նա տենց ադապտացիայի շրջանը ճգնաժամ IT-ի համար կամ փոխակերպում ընդհանուր աշխատանքային ռեսուրսի հմտությունների այդ փուլն ենք անցնում։ Հա, ես ինչքան հասկացա, դու արհեստական բանականության հետ դրական Շատ հույսեր ունես, բացասական այդ վախերը, այդ հա բոլորի այդ մղձավանջային այդ մտքերը չունես։ Չէ, շատ ուրախացնում է։ Նույնիսկ կատորյա օգտագործման մեջ ինքը կոնկրետ գործիք է դառել, այսինքն պրակտիկ էֆեկտիվությանը նպաստող գործիք է դառել, որ ես ուղղակի երևի օրական առնվազն 10 անգամ ինչ որ հարցերով, խնդիրներով, անալիզներով դիմում եմ համակարգին ու հաշվի առնելով այդ ամբողջ համաշխարհային գիտելիքի անալիզը, որ ինքը կարողացել է իր մեջ անի, իսկապես էքսպերտային նույնիսկ իրավիճակներ ունենում, երբ որ շատ ժամանակ էքսպերտային կարծիք լսելուց հետո մի հատ այնտեղ վալիդացիա տեսնենք իսկապես դա կամ ալտերնատիվ ինչ մոտեցումներ կան ուղղակի քո այդ կրիտիկական մտածելակերպի զարգացման համար ու շատ էֆեկտիվ է, այդ սկսած պարզ չաթերի, chat GPT-ների, Claude-երի եւ Mistral-ների հետ խոսելիս մինչեւ ավելի բարդ խնդիրներ, երբ որ քեզ պետք է կոնկրետ մոդելներ։ Եվ դու վստահ ես, որ մարդը մեկը առաջնային է։ Միանշանակ, Միանշանակ։ Խնդրի դրվածք ձևակերպելը, կոնկրետ հասկանալը փոխհարաբերությունները, այդ փոխհարաբերություններում իր արժեքի ձևավորումը, ինքը արժեքի ձևավորմանը օգնում է, բայց փոխհարաբերություններին մարդկային եւ հասկանալ այդ որտեղ է, ինքը միշտ մարդիկ լինելու են։ Պարզապես մարդկան շփում ավելի էֆեկտիվանալու է, արագությունն ավելի էֆեկտիվ անալու է, տեխնոլոգիական զարգացումը էքսպոնենցիալ արագանում է, տեսնում ենք վերջի 3-4 տարի մեջ շատ արագանում, պարզապես տեմպն արագանալու։ Լավ է թե վատ է չգիտենք։ Ժամանակ ավելի արագ կգնա։ Այդպես է, պրոգրեսը այդպես է շարժվում, այո։ Բայց ինքը Բայց ամեն դեպքում վստահ եմ, որ եւ ինձ եւ ունկնդրին դու ոգեշնչեցիր, որովհետեւ այդ ահն ու սարսափը արհեստական բանականության շուրջ մարդկանց մոտ շատ ուռճացրած է։ Եվ ես անձամբ իմ հումանիտար մարդ լինելով, վիճակով, ես ինքս հասկացա, որ ոչ մի բացասական բան, երբ սկսեցի շփվել անձամբ, սրա մեջ չկա։ Սա հակառակ ուղղակի գործիք է, գործիք, ցանկացած գործիք պիտի ճիշտ օգտագործվի, այդքանը։ Միանշանակ։ Դու 5-10 տարի անց Վոլոն ինչպիսին ես տեսնում։ Վոլոն ինքը իր փոխակերպման նոր դարաշրջան է մտնում, անունը դրել ենք ստրատեգիական համագործակցությունների դարաշրջան, իր կոնցեպտուալ տարբերությունը ծառայությունների ոլորտից, որի մեջ արդեն 19 տարի աշխատում ենք նրանում է,
որ ինքը ավելի լավ է սկսում հասկանալ հաճախորդների ստրատեգիական նպատակները, ոչ թե ինքը ասում են այս սա գրում է, այլ ավելի ակտիվ բիզնես մակարդակով շփվում է, հասկանում է երազանքներն ու նպատակները ու օգնում է այդ ճանապարհը ավելի արագ գնալ։ Ու դրան օգնում են ժամանակակից թե կոմունիկացիոն մեխանիզմները, թե արհեստական բանականությունները, թե կառավարման համակարգերը, թե թիմի հմտությունները շատ ավելի ուժեղացած կան տարիներ առաջ, որի արդյունքում մենք պարզապես ծառայություն մատուցող կազմակերպությունից դառնում ենք ստրատեգիկ գործընկեր շատ կազմակերպություններով ունենալով թե ռիսկեր կիսելու նրանց հետ, թե հավելյալ եկամուտներ, որը թույլ կտա իր ավելի դինամիկ ու արագ աճին մոտակա 5-ից 10 տարվա ընթացքում ու վստահ եմ, որ 5-ից 10 տարվա ընթացքում մենք արդեն ունենալու ենք մոտ 3-4 վերտիկալ ուղղություններում շատ ուժեղ գործընկերներ, ում հետ միասին մենք բավական լուրջ փոփոխություններ ենք աշխարհին բերելու։ Շատ ավելի ստաբիլ, քան ծառայությունների ոլորտը ու շատ ավելի գիտակցված։ Ներսում թե արտաքին։ Արտաքին հիմնականում մենք Հայաստանը ինքը այսպես ասած հիմնական ոնց որ ալեվտուրը գնում է հիմնական զարգացումն ու աճը գնում ավելի շատ զարգացած երկրներում ու կարծում ենք, որ իրանց հետ սերտ աճելը, այսինքն ոնց որ մենք գնանք շուկային կպնենք, մենք բերելով մեր գիտելիքը ու վերցնելով շուկայի հետ հմտությունները, կարծում եմ հիմնական շուկան կլինի նույն մեր եվրոպական, ամերիկյան եւ անգլիական գործընկերային, չնայած ասում եմ եւ նույն ժամանակ որ տեսնում եմ Ասիայի արագությունը հասկանում, որ տեսնում եմ ինչ արագությամբ են 5-ից 10 տարվա հետ, որ փորձում եմ իրար համադրել, հասկանում որ այն կողմի վրա էլ կարա շատ հսկայական տրանսֆորմացիա լինի։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք համագործակցություններ ստեղծվել մեր շվեյցարական գործընկերների հետ։ Հիմա մոտ 2 շաբաթից լինելու ենք Անգլիայում, որտեղ London Tech Week-ի շրջանակներում փորձելու ենք նույն համագործակցության հանդիպումներ ունենալ այնտեղ Լոնդոնում, հետո լինելու ենք Viva-Tech Փարիզում, որտեղ նույն համագործակցություն, այսինքն մեր մոդելը կամաց զուտ ծառայություններից ավելի գնում է ստրատեգիկ այս գործընկերության համակարգեր ձևավորելու այդ իմաստ շուկաներում։ 5-ից 10 տարում ինձ թվում է շատ ավելի ուժեղ է լինելու, շատ ավելի փոխկապակցված է լինելու։ Կարևորը լինելու է։ Իհարկե։ Միանշանակ։ Իհարկե։ Թիմը պահի տակ հիշատակեցիր։ Երբ ընտրում եք թիմակիցներ, հա, երբ ընտրում եք Volvo-ի աշխատակիցներ, շեշտը դրվում է քանակի թե որակի վրա։ Շեշտը դրվում է երևի թե առաջին հերթին գիտելիքի եւ արժեքային համակարգի վրա։ Այսինքն մակարդակի։ Հա, արժեքային համակարգի։ Շատ ժամանակ ունենում ենք, որ հարցազրույցի արդյունքում ունենում ենք գիտելիքով բավական հագեցած մասնագետ, որը ինքնուրույն շատ լավ այդ խնդիրը կարողանա լուծել, բայց քննարկման հիմքում միշտ դրած է արդյոք սա այն մարդն է, ով կարա լավ ինտեգրվի թիմի հետ ու իսկապես ընտանիք դառնա, որովհետև մեզ համար կարևոր է որ ամեն օր մարդ երբ որ գա սա գործի հաճույքով գա, որովհետև եթե դու ուզում ես արժեք ստեղծել, դու պետք է հաճույքով անես դա, որովհետև ուրիշ ձև արժեք չի լինում։ Այ ասացիր ընտանիք, որպես հա կողքից դիտող, հա, Volvo-ին, ես ձեզ հետ ոնց որ աճում եմ, հա, ինչ-որ երկար ճանապարհ եմ անցել եւ ես պարբերաբար հարցնում եմ Վահանի, հարցնում էի, այսօր արդեն ոչ։ Ասում էի արդյոք այ ձեր Volvo ընտանիքում այս սուբորդինացիայի պակաս եմ ես տեսնում։ Ինչին նա պատասխանում էր, որ դու սխալ ես ընկալում, չկա սուբորդինացիայի պակաս, չկա ճիշտ մոտեցում։ Դու ինչ կասես։ Մոտեցումը ըստ իս ձեզ մոտ այսպես ընկերական հարաբերություններ էին, հա, ղեկավարների եւ ենթակաների միջեւ, բայց միգուցե դուք ներսից ավելի լավ եք պատկերացնում դա ինչպես պետք է աշխատի։ Ես միշտ համարել եմ, որ պետք է լինի արտահայտված սուբորդինացիա։ Բայց
ես վերին իրականություն չեմ, դրա համար ուզում եմ լսել քո կարծիքը։ Դիսցիպլինատ կառավարման համակարգեր, որտեղ երևի այդ սուբորդինացիան շատ կարևոր է։ Մեր բնագավառում ծառայությունների ոլորտում շատ ավելի կարևոր է ազնիվ շփումը, պարզ խոսելը խնդիրների մասին, հաջողությունների մասին։ Ու երբ որ թե լինենք ես ու Վանը երկուսով, թե լինենք 200 հոգով, դու նույն բանն ես խոսում, նույն միտքն ու էմոցիան ես կիսում, ավելի անկեղծ են դառնում բոլոր հարաբերությունները ու վստահությունն է փոխադարձ թե մեր մարդկանց, թե մարդկանց մեր նկատմամբ։ Իսկ երբ որ դու ունես այդ վստահության միջավայրը, սուբորդինացիայով փորձել հաց լուծելը արդեն պարզապես անիմաստ է։ Ինել պարզ ինքդ քո առաջ ազնիվը ամեն ինչ հաղթում է։ Ու այդ եղանակով թե դժվար օրը, թե ուրախ օրը ավելի հաճելի է բոլորի համար։ Բրավո։ Հասկացա, այ հիմա հասկացա միտքը։ Եվ մոտենալով ավարտին մեր այսօրվա զրույցի, ես ուզում եմ մի անեկդոտ հիշել, որի գլխավոր հերոսուհին ես եմ։ Այս պատմությունը տեղի է ունեցել մի 15 տարի առաջ, երբ տղաս 5 տարեկան էր, աղջիկս 10-11 տարեկան էր, եւ զանգահարեց Վահանը ամուսինս, ասաց՝ լսի համակարգչում ինչ որ բան պետք է նայել, մի հատ աղջկաս կանչի։ Ասում եմ տանը չի։ Լավ, տղայիս կանչի 5 տարեկան։ Ասում եմ նա էլ տանը չի, բակեն իջել։ Լավ, ուրեմն լսի, սեղմում ես այս կոճակը, հետո այն մի կոճակը, հետո այսինքն հետո ասեց, այն ինչ որ կաներ 3 րոպեում Կարինեն, կաներ 5 րոպեում Արմեն, դու արեցիր 15 րոպեում։ Այս պատմությունը ինչու եմ պատմում, որովհետև փաստորեն ես շատ պարզ հասկանում եմ, որ իմ զավակները այդ ուղղությամբ են գնալու, որովհետև այդ պապայի ուղղվածությունը կար իրենց մեջ։ Հա, ինչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին կամ մարդ, որը դեռ չի կողմնորոշվել, նա ծրագրավորող է լինելու, թե ֆիզիկոս գիտությամբ է զբաղվելու։ Ինչ արդեն քո փորձի, հա, այս գագաթից կարող ես ասել։ Մասնագիտական առումով միանշանակ խորհուրդս կլինի գնալ այն ճանապարհը, որ իսկապես սիրում ես։ Պարտադրված մասնագիտացում, մասնագիտություն չվերցնել, որովհետև դա միշտ ինչ որ կիսատության զգացում առնելու, որը ոչ միտեղ չի հասցնելու։ Եթե արդեն կողմնորոշվել են, ինչն են սիրում ու այդ ուղղությամբ գնում են, մյուս խորհուրդս կլինի համագործակցությունների վրա շատ կենտրոնանալ։ Ում հետ։ Միասին։ Ահա։ Չփորձել անել մենակ, չփորձել ինքնուրույն խաղալ, ավելի շատ խոսել, ավելի շատ կիսվել, որովհետև ես վստահ եմ, որ իրենց բոլորի ապագա հաջողությունները ուղիղ կապված է իրենց կոմունիկացիայի միջոցով մտքերի արտահայտելու, կիսվելու ու հաջողության հասնելու համար։ Կուզեմ, որ գնան սիրած մասնագիտության ճանապարհով, կուզեմ, որ իրար հետ շատ համագործակցեն ու մնացած ինձ թվում ամեն ինչ լավ կլինի իրանց մոտ։ Շնորհակալություն։ Կա վերջում հարց հաղորդավարին։ Ունես այդպիսի հարց։ Քանի որ մենք հիմա համակարգ ենք գրում, որը օգնում է կառավարել մարդկանց երազանքները, տեսանելի։ Ես կուզեի իմանալ Ինավյուի երազանքը ինչումն է 12-ից 18 ամսվա ընթացքում տեսանելի։ Տեսանելի։ Շատ այսպես ոչ ռոմանտիկ երազանք, իհարկե ունենալ շատ բաժանորդներ, շատ ունկնդիր, բայց այն կարևոր միտքը, հա, որ ես դրել եմ այս ալիքի մեջ, մակարդակով եւ որակյալ հանդիսատես։ Քանզի իմ հյուրերը այդպիսին են,
դա մտավորականության ներկայացուցիչներ են, ես երազում եմ, որ շնորհիվ այս ալիքի, շնորհիվ Իննավյուի մտավորականությունը դառնա մոդայիկ կրկին։ Սա մոդայից դուրս է եկել։ Կարծում եմ, այդպես ես էլ քիչ-քիչ պատմեցի ու եկա, հասկացա ինչ եմ ես ուզում ի վերջո։ Շնորհակալություն Արմեն ջան, եւ մեր որ հասնենք այդտեղ։ Այո, բոլորս շնորհակալություն, մենք Շնորհակալ շատ եմ հաճելի եսը։ զրույց արեցինք, ազնիվ էսպես։ Իսկ ես հիշեցնում եմ, որ մեր հյուրն էր այսօր Արմեն Քոչարյանը, ծրագրավորող, տնօրեն, մտավորական եւ ուղղակի շատ հետաքրքիր մարդ։ Մի մոռացեք բաժանորդագրվել, լայքել մեզ, անպայման գրել կոմենտներ, իսկ ես հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։